Այն դեպքում ես կարող եմ երևի թե արձանագրել, որ մենք ունեինք, եթե Գյումրիի մասին ենք ուղղակի խոսում, երկու ինտրիգ, երկու հարցի պատասխան էինք սպասում, մեկը արդյոք ԿՊ-ն կկարողանա քաղաքացիական պայմանագիրը նորից իշխանությունը վերցնել Գյումրիում, եւ երկրորդ հարցը իհարկե, եթե չի վերցնում, ապա որ ուժն է կամ որ կոնկրետ անձնավորությունն է հավակնելու քաղաքապետի պաշտոնի։ Մեկի պատասխանը այս պահի դրությամբ կարծես թե ունենք, այսինքն ԿՊ-ն չի կարող, եթե ֆորս մաժորային լուծումներ չլինեն, այս դավադրություններ, այլ կերպ ասած, եթե չլինեն, փոքրիկ կամ մեծ դավադրություն չլինի, ապա ԿՊ-ն իսկապես չի կարողանալու գլխավորել Գյումրին, բայց երկրորդ հարցի պատասխանը դեռևս բաց է մնացել, դրա մասին էինք խոսում, այսինքն դեռևս պարզ չէ, թե ի վերջո ինչպես է ձևավորվելու Գյումրիի նոր իշխանությունը, այսինքն ինտրիգը գլխավոր բոլորիս էլ հայտնի է, այսպես գրեթե քաղաքականացված ամբողջ հանրությունը, ովքեր որ հետաքրքրվում են ռեալ կյանքով Հայաստանում, այսինքն այս քաղաքականությամբ կամ իրական գետնի վրա ինչ որ հույսեր ունենում են այս երկրում, իրենք բոլորը գրեթե սպասում են մեկ մարդու հստակ պատասխան, թե ինչպիսի դիրքորոշում էինք ունենալու Գյումրիի ընտրությունների վերաբերյալ, այսինքն Մարտուն Գրիգորյանը դեռևս կարծում եմ վերջնականապես եւ հստակ գիտեք պատասխան չի տվել, թե իր քվեները ինչ է անելու ի վերջո, այս հարցը մնացել է, բայց ամեն դեպքում առաջի հարցի պատասխանը, երբ ասում ենք ԿՊ-ն իշխանություն չի վերցնում Գյումրիում, դա նշանակում է, որ ԿՊ-ն իսկապես պարտվել է, սա փաստ է, անկախ նրանից այսպես շարքում առաջի տեղն է եղել, երկրորդն է, երրորդն է եղել, կապ չունի, որովհետև պարլամենտարիզմի հենց գաղափարը հենց նրանում է, որ իսկ ավականու սկզբունքը, դա հենց նույն պարլամենտարիզմի համապետականի մինի մոդելն է, մեծ քաղաքներում, Երևանում, Գյումրիում, Վանաձորում եւ այլը, որ ավականին ըստ էության հենց այսպես էլ կարող է լինել, այսինքն կապ չունի դու ինչքան ես վերցնում, կարևոր է, որ հետո կկարողանաս դու ինքնուրույն կամ ինչ որ խմբով կոալիցիայով ձևավորես իշխանություն, տվյալ պարագայում մենք տեսնում ենք, որ գոնե նոմինալ առումով, գոնե այս պահի դրությամբ ԿՊ-ն չունի պարտնյոր կուսակցություն, որը որ իրեն անհրաժեշտ ձայները կփոխանցի, որպեսզի ԿՊ-ն ձևավորի իշխանություն։ ԿՊ-ն փաստենք, որ պարտվել է, այլ հարց է ով է հաղթել ի վերջո։ Այստեղ երևի թե կարող են լինել ինչ որ տարբերակներ, բայց դրա մասին ես հիմա չեմ ուզում խոսել, որովհետև տարբերակներ շատ կան, մենք այսպես կխրվենք, այսպես ասենք, ինչ որ կոնսպիրոլոգիաների մեջ, տարբեր ինչ որ բանակցային գործընթացներում ով ինչ կարող է անել, ով ում հետ կարող է բանակցել, հույս ունենանք, որ համենայն դեպս այն լուրերը, որոնք 2-3 օրեկան որ Մարտուն Գրիգորյանը հայտարարելու է այնուամենայնիվ այն պակասող ձայների փոխանցման վերաբերյալ միասնական ընդդիմադիր այդ բանին, ֆորմատին, ֆորմատ անվանենք, որովհետև դա ակնհայտորեն ոչ թե կոալիցիա է լինելու, եթե ձևավորվի, ոչ թե կոալիցիա է լինելու, այլ ուղղակի լինելու է ընդդեմ ինչ-որ մի բան, համագործակցություն, որի հիմնական նպատակը լինելու է ԿՊ-ին իշխանազրկելը։ Եթե հիշում եք, ի սկզբանե էլ գրեթե բոլոր ոչ իշխանական ուժերը հայտարարում էին, որ իրենց գլխավոր նպատակը, այսպես ասած, ծրագիր մինիմումը, դա հենց ԿՊ-ի իշխանազրկումն էր։ Այս առումով ես կարծում եմ լրիվ բոլոր շանսերը կան եւ իրականությունն է շատ մոտ է դրան, որ դա եղել է այդ մինիմումը, մնում է հասկանանք ի վերջո ինչպես է ձևավորվելու, եթե ձևավորվելու է իշխանությունը Գյումրիում այս անգամ, որովհետեւ ընդհանուր առմամբ ես ինչ եմ ասում, եթե, որովհետեւ գիտեք, որ եթե օրինակ այդ համագործակցությունը չլինի Մարտուն Գրիգորյանի եւ մնացածի
հետ համագործակցությունը չլինի այդ ֆորմատի հետ, ապա կարող է այսպես այս ճանապարհը տանել քաղաքական տուպիկի, որը նաև բերում է նոր ընտրությունների։ Այս տարբերակն էլ ամեն դեպքում կա, ես դրա համար էի ասում, որ բազմաթիվ տարբերակներ կան Կներես ընդհատում եմ, բայց այնտեղ խոսանք նրա մասին, որ հենց ավարտվեց ընտրությունները, Ղուկասյանի դեմ ինչ-որ քրեական գործ նորից արվեց։ Ես չգիտեմ ինչքան միջև այդ կար, բացված, փակված, բայց նորից ինչ-որ գործ է, то есть կարող է էդ էլ խանգարի։ Գիտեք, դա դժվար է իմ ասել, դա խանգարի, չի խանգարի, կլինի, թե չի լինի, պարզ է, քրեական գործը բացել են։ Ընդհանրապես ես կարծում եմ այստեղ որևէ անսպասելի բան առանձնապես չկա, այս հարցը միշտ կա, այսինքն Հայաստանում, գիտեք, Հայաստանում ընտրությունները այս 18 թվականից հետո թեպետ իշխանությունը անընդհատ հայտարարում է, պնդում է, այսպես իրեն հռչակում է որպես ժողովրդավարության բաստիոն, ժողովրդավարության, չգիտեմ, կղզյակ, որ Հայաստանում այլևս ընտրություններով է ամեն ինչ որոշվում, ընտրությունները չեն կեղծվում եւ նույնիսկ իրենց այս հերթական պարտությունը արդեն ընտրություններում իրենք հիշում եք երկրի իշխանության ղեկավարը հայտարարեց, որ դա ժողովրդավարության հաղթանակն է, այսինքն առհասարակ իրենք բոլոր պարտությունները իրենց որպես հաղթանակ են ներկայացնում ցանկացած ասպարեզում եւ ցանկացած ոլորտում, իսկ դրանք շատ են, այդ պարտությունները, եւ սա էլ է իրենց հերթական, բայց ընդհանրապես ես կարծում եմ հաշվի առնելով թե ինչ մեթոդաբանություն է հետո կիրառվում ընտրություններից հետո Հայաստանում իմաստել չունի, որպեսզի իշխանությունը այսպես բան անի ընտրությունների վրա շատ մեծ ներազդեցություն ունենա, որովհետև ինչպես ցույց տվեցին մի քանի ընտրություններ, նույն Վանաձորում, այդ նույն Փարաքյարում ժամանակին, Ալավերդում, կապ չունի ով է հաղթում։ Ի վերջո դրանից հետո ասենք իմաստ չունի որևէ բան, այսպես ընտրական գործընթացի վրա ներազդել, եթե հետո կարելի է օրինակ հաղթող տեխնացուին ուղղակի տանել բանտ նստացնել կամ հաղթող տեխնացուին մոտ չթողել այդ հաղթած աթոռին, ուղղակի քաղաքական, եթե կարելի է այսպես ասել, անասնագողություն անելով եւ տարբեր այլ տեխնոլոգիաներով։ Հիմա այս պարագայում իհարկե ամեն ինչը կարող է լինել, այսպես բան չենք անում եւ առավել եւս պարզ է, որ ամեն դեպքում նույն հաղթող տեխնացուն էլ անթերի չէ, ասենց այսպես ասենք, խոցելիության տեսակետից, թեպետ նորից եմ ասում, դա էլ հարաբերական հասկացություն է, որովհետև խոցելի ոչ խոցելի, այսպես բանը իրավապահ համակարգն է որոշում իր համար։ Սկզբից քաղաքական պատվերը ընդունում է, հետո դա դրա տակ ռուսները բանի վաղտ ասում են, չէ, will be человек ստատյան նայձյոցը, հիմա Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականից հետո մասնավորապես նաև, չեմ ասում, որ առաջ էլ տենց չէր, բայց մասնավորապես 18 թվականից հետո ավելի դա ցայտուն է երևում, հենց այդ սկզբունքով էլ աշխատում է ամբողջ պետական համակարգը եւ իրավական համակարգը։ Սա Գյումրիի մասով, ես ուղղակի մի քիչ ընդհանուր բան անեմ, Փարաքյարում, եթե Գյումրիում մենք ասում ենք այնտեղ բանը իշխանությունը պարտվեց, դեռևս ես չեմ պնդի sense միանշանակ, որ ոչ իշխանությունը կամ ընդդիմադիր հատվածը, ոչ իշխանական հատվածը հաղթեց, ապա պարզ է, որ Փարաքյարում դա այդ հաղթանակը կա եւ բավականին լուրջ հաղթանակ է, բավականին լուրջ տոկոսներով, կարելի է երևի թե ասել ջախջախիչ տվյալ պարագայում, այդ բառը ես այդպես բառեր շատ չեմ սիրում բանանել այդ բաներով էլի պաթոսային, բայց տվյալ դեպքում դա փաստ է, այո, ամեն դեպքում եթե մենք տանք գնահատական, ապա սա ցույց է տալիս, որ իշխանությունը շարունակում է պարտվել, ես ինչու եմ ասում շարունակվում է, որովհետև այն ինչ տեղի ունեցավ Գյումրիում եւ առավել եւս Փարաքյարում կամ Գյումրիում եւ Փարաքյարում տեղի ունեցավ, դա այն նույն տենդենսի շարունակությունն է, որը որ մենք տեսանք, ասենք նույն Երևանի ավականու ընտրությունների ժամանակ, ի վերջո հիշենք, որ Երևանում էլ մոտավորապես նույն տոկոսները ստանալով, եթե չեմ սխալվում 32 թե 33% ստանալով, իշխանության այդ շարասյունը իրենք հետագայում այսպես տարբեր գործարքների մեջ մտնելով տարբեր
մարդկանց այս ցուցակից այն մյուս ցուցակ գողանալով, վախացնելով, էլ իսկապես նստացնելով, կամ հակառակը ինչ որ մեկի բարեկամին ազատելով սենց գործարքներ անելուց հետո միմիայն իրենք կարողացան Երևանում վերցնել իշխանությունը։ Այս առումով ես կարծում եմ այս տենդենսը, որը որ մենք նկատում ենք առնվազն 23 թվականից, թեպետ եթե ավելի խորանանք, ապա նույն նոյեմբերյանում իշխանաբանինը չի նույն այնտեղ էլ ապրելու երկրի ներկայացուցիչն է նոյեմբերյանի այդ բանի համայնքի ղեկավարը, հա, խոսում ենք նոր քիչ ալավերդում էր այդպես հետո ինչ են արել, բայց տենդենսը նա է, որ ընտրությունների արդյունքում այս իշխանությունները այլևս չեն կարողանում վերարտադրվել կամ իրենց ձայները հերիք չեն, որպեսզի միանձնյա կարողանան իրենց իշխանությունը վերարտադրել։ Սա փաստ է։ Եվ այս առումով երևի թե սպասելի արդյունք էր նույն Գյումրիում, Փարաքյարը մի քիչ ուշադրությունից դուրս էր, դրա համար մեծ բան, բայց Փարաքյարում ուղղակի քանի որ դեպքերի բերումով ասենք մոտորապես ես ինչ որ այդ process-ի մեջ մի փոքր տեսել եմ բան, այսինքն մոտորապես երևի 2 թե 3 տարի է այնտեղ անընդհատ պերմանենտ process է գնում, այսինքն այնտեղ այդ պայքարը միշտ է եղել։ Այն ինչ որ տեղի ունեցավ Փարաքյարում, ես կարծում եմ, որ դա նույնպես շատ լուրջ բան է, ահազանգ է իշխանության համար, որովհետև ես կարծում եմ, ինչքան մոտիկանան Երևանին, ինչքան այդ բնակավայրը մոտ է լինելու Երևանին, այնքան այս արդյունքը, Փարաքյարի արդյունքը ավելի հավանական է լինելու, որովհետև քաղաքական մոդան, այնուամենայնիվ քաղաքական տրամադրությունները ավանդաբար դա մայրաքաղաքում է տեղի ունենում եւ բնականաբար նաեւ մեծ քաղաքներում, ինչպիսին ասենք Գյումրին է, Վանաձորն է եւ այլը, այս բաներ կան, չէ, Միացյալ Նահանգներում ընտրությունների ժամանակ կան այսպես կոչված ճոճորվող բաներ, շտատեր, որոնցով որոշում են թե ով կարող է հաղթել, հիմա կան Հայաստանում էլ ինչ որ հզբաներ, տեղեր, որտեղով դու տրամադրությունը հասկանում ես։ Այս առումով ես կարծում եմ Փարաքյարի ընտրությունն է շատ կարևորագույն նշանակություն ուներ, ընդհանրապես Գյումրին եւ Փարաքյարը իրենք համապատասխան տրենդը ձևավորեցին, համապատասխան տրամադրություն ձևավորեցին, ես կարծում եմ, որ քաղաքական դաշտում նաեւ նոր բանավեճի թեմա դարձան, այսինքն կարելի է ընտրություններով հաղթել, թե չի կարելի հաղթել, գիտեք, այդ դիսկուսը արդեն գնում է, այդ հավերժ դարձած արդեն քրոնիկ դարձած դիսկուսը, արդյոք կարելի է ընտրություններով հաղթել, չի կարելի եւ այլ, այդ բավականին ծայրահեղացված է դիսկուսը, էլի։ Սա է իմ կարծիքով, եթե հարցեր լինեն ավելի, որովհետեւ բան է, էլի, շատ լայն բան դրվեց։ Գյումրիում հատկապես ինչը չներվեց իշխանությանը, ինչու պարտվեց։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ իրենք նաև վարչական ռեսուրս օգտագործեցին, ամբողջ թիմը այնտեղ էր, այնուամենայնիվ ինչու պարտվեց։ Այդ իր Փաշինյանի վերջին պահվածքներ, առնետավազք եւ այլն, թե նախկիններ կան այլևս չի ազդում, թե այնո Արցախի հարցը, ինչը չներվեց։ Տեսեք, իմ կարծիքով մասնավորապես նաև Գյումրին, ինչպես եւ շատ թիմ ընտրություններ, իրենք թեպետ պարզ է ցանկացած ընտրական գործընթաց, ընտրություն ինքը քաղաքական process է, հա, այլ հարց է, թե ինչպես է ընկալվում շատերի համար, ասենք թե շատերը այդ տեղական ընտրություններում տեսնում են հնարավորություն ինչ որ մարդու ընտրելով իրենց կենցաղային հարցերը լուծել եւ այլ, բայց ամեն դեպքում դա քաղաքական process է ու ինչքան համայնքը մեծ է, ինչքան համայնքը ավելի քաղաքականացված է եւ ազդեցիկ Հայաստանում, այնքան քաղաքական բաղադրիչը մեծ է լինում։ Հիմա Գյումրիում ամեն դեպքում թեպետ Գյումրին դա մեծ համայնք է, թեպետ Գյումրիում զգալի ազդեցություն ունի տեղական առանձնահատկությունները, այդ նույն այդ թիմ ընտրությունների հետ բաները, սպეციფիկան, որի մասին մենք խոսում ենք, որ այնտեղ շատ մեծ նշանակություն ունի, ով է դրված, ինչ բան է, այսպես ասենք, բարեկամական կապեր ունի, ազդեցություն ունի, ինչ ճանապարհ է անցել, ինչ համբավ ունի այդ քաղաքում կոնկրետ մարդը, այն առաջի համարը։ Հա, բացի դեռ, բայց ամեն դեպքում Գյումրի այս ընտրությունները իրենք ունեցան բավականին լուրջ նաև քաղաքական բաղադրիչ։
բաղադրիչ։ Հիմա ձեր հարցը, երբ որ դուք տալիս եք ինչը բան արեց, ինչից էին, որ ինչը ազդեց, ինչը չներվեց, ես ասեմ ձեզ, Գյումրիում շատ կարևոր նշանակ, ինչի եմ ես սրա մասին ասում, որ շատ կարևոր է ովքեր են, այստեղ շատ կարևոր է, ես չեմ ուզում այսպես շատ բան ռոմանտիկ բան ասեմ, որ քաղաքական այնպիսի ընտրություններ էին, որ իշխանությունից այնքան դժգոհ էին բոլորը, որ քաղաքական որոշում էին ընդունել։ Ես կարծում եմ շատ կարևոր էր, որ այնտեղ բավականին ուժեղ տեխնացուներ էին դրված։ Այդ ցուցակների լիդերները, երբ հիմա դուք նայում եք, բոլոր լիդեր, այդ թվում նաև նրանք, ովքեր որ չանցան, յուրաքանչյուրը իր լուման ուներ։ Ես կարծում եմ շատ մեծ ազդեցություն պրոցեսի վրա, քաղաքականացնելու վրա ունեցավ Ռուբեն Մխիթարյանի մասնակցությունը, որը որ ըստ էության ամեն ինչ արեց, որպեսզի քաղաքական լինի այդ ընտրությունը։ Մեծ ազդեցություն ունեցավ, որ ընտրությունը ունեցավ զգալի քաղաքական բաղադրիչ դա նույն Մայր Հայաստանի, Տեխնացուի Կարեն Սիմոնյանի ներկայացումներ, Սուրեն Սուրենյանցի կուսակցության մասնակցությունը, ես կարծում եմ լուրջ քաղաքական ազդեցություն թողեց եւ ապրելու երկրի է, նրա համար եմ ասում, եւ անցածները եւ չանցածները, որոնք հիմնականում փորձում էին իհարկե համադրել իրար հետ եւ տեղական հարցերը, տեղական խնդիրների լուծումները, ծրագրերը եւ այլը եւ քաղաքականը փորձում էին համադրել, այսինքն փորձեցին այդ բանը գտնեն, այդ ոսկե միջինը կամ համադրությունը։ Այս առումով ես կարծում եմ իհարկե կար քաղաքականացված բաղադրիչ եւ պարզ է, որ իշխանություններից դժգոհությունը զգալիորեն մեծ է, առհասարակ Գյումրին միշտ ապրիորի համարվում է ընդդիմադիր իր տրամադրություններով, դա էլ է հասկանալի, որովհետև Գյումրին մանավանդ 88 թվականից հետո, երկրաշարժից հետո իրենք գտնում են, որ իրենց նկատմամբ ուշադրություն չի եղել պատշաճ մակարդակով եւ ավելին ուշադրություն իրենց նկատմամբ ավելին պետք է լինի, քան այլ տեղերը, այսինքն երկար ժամանակ եղել է նույնիսկ այսպես ասեմ դեպրեսիոն շրջան, այսինքն այնտեղ իշխանությունը միշտ էլ խնդիրներ ունեցել է բոլոր իշխանությունները, հիմա սրան ավելացել է նաեւ ակնհայտ ուժեղ քաղաքական թիմերի արկայությունը, որոնք ուղղակիորեն այսպես քաղաքական պայքար էին տանում եւ բացի դրանից ուժեղ անհատներ կային, որոնք Գյումրիում հաշվի առնելով այնտեղի առանձնահատկությունները, այսինքն Գյումրին դա ոչ միայն ավանդական, ինչպես ասում են, արվեստի, սպորտի, չգիտեմ, գիտության քաղաք է, վարպետների քաղաք եւ այլն, այլտեղ ուրիշ առանձնահատկություններ կան, այսինքն այդ քաղաքի տղա հասկացողությունը կա, այսինքն հիմա մենք այն ինչը որ մենք նստած հիմա սպասում ենք, ասում ենք ի վերջո ինչ է լինելու այս ամեն ինչը, ես կարծում եմ այդ քաղաքի տղա սենց ընդհանուր առմամբ ասած բանի դիֆերենցիալն է, բանը ացանցիալն է այդ բանի, այսինքն այդտեղ կա անձնական փոխհարաբերություններ, քաղաքականությունը այստեղ ես այնուամենայնիվ կարծում եմ այս հիմիկվա այս պաուզայի առայժմ սենց ասենք էլի, պաուզայի բանը, հետքերը դա քաղաքական չեն ավելի շուտ եւ ամեն դեպքում ես կարծում եմ դժգոհություններ, մեծ դժգոհություն, ինչպես եւ ամբողջ երկրում կա Գյումրիում, ավելին քան ամբողջ երկրում գուցե, բացի դրանից կային նորից եմ ասում ուժեղ նաեւ ոչ այնքան քաղաքական բան ունեցող, բաղադրիչ ունեցող տեխնացուներ, որոնք ունեն իրենց հստակ ընտրազանգվածը, կարգապահ ընտրազանգվածը, կառավարելի, վերահսկելի ընտրազանգվածը, որը կարելի է, որը գալիս էր ընտրության իրենց տեխնացուին անպայման ընտրելու համար։ Այսինքն այդ բանն էլ է դա ցույց տալիս, այս մասնակցության բավականին բարձր ցուցան, իհարկե իշխանությունն էլ է շատ բերել, հիմա դժվար է ասել այս ավելի շատ աշխատեց ընդդիմության համար, այս տոկոսներ, այս մասնակցությունը, թե բան, որովհետև կարող է ավելի քիչ լինեին, հա, բայց ոչ իշխանական բերվածներ էին ու ասենք սավի տոկոսներ ավելի բարձր լիներ։ Պարոն Հակոբյան, իսկ ինչպես Իրեն Գաբրելյանը ասաց,
ասաց իր հայտնի այդ հարցազրույցում, որ 26 թվականին էլ իշխանության չենք լինելու։ Դուք կարծում եք, որ սկսվել են իշխանության անկումների շղթան եւ 26 թվականի եթե հերթական ընտրություններ լինեն, ԿՊ-ն այլևս իշխանություն չի լինի։ Գիտեք, դուք հիմա ասում եք, որ ես դուք ուզում եք, որ ես կանխատեսում անեմ, չէ, կանխատեսում, գիտեք, ես կարծում եմ, որ այն ինչ որ տեղի ունեցավ Գյումրիում, ինչու եմ Գյումրի ասում, Փարաքեր չեմ ասում, որտեղ ընդ Ավաքանի եւ այլը, այս մոդելն է, էլի, ինքը ինչ որ չափով գուցե առաջիկա համապետական ինչ որ պարլամենտական արտահերթ հերթական ընտրության մոդելի նման մի բան է, որովհետև այստեղ տեսեք տարբեր ուժեր էին, չէ, այսինքն եթե մենք համարենք, որ նույնիսկ բոլորը ընդդիմություն են, ես ոչ իշխանություն եմ ասում, լավ, տենց ասենք, որպեսզի բան չլինի, վիճելի բաներ չլինի, որովհետև իրար բան են անում, չէ, անվանում են, մեկը ասում է, չէ, ինքը ընդդիմություն չի, ոչ իշխանություն, ոչ իշխանականները, ես կարծում եմ, միևնույն է մի շարասյունով չեն գնալու։ Այսինքն քիչ հավանական է, որ ասենք նույն 26 թվին կամ 25 թվականի արտահայտ, եթե հնարավոր է ընտրություն անցկացնել, եթե այդպիսի բան լինի, մեկ շարասյունով չեն լինելու, էլի sense տարբեր շարասյուններ են լինելու, տարբեր քաղաքական ուժեր են լինելու, եւ այսօրվա խորհրդարանական ուժերից կազմված, եւ խորհրդանից դուրս եղած ուժերից կազմված ընդդիմադիր ոչ իշխանական ուժեր, եւ Գյումրիի ընտրությունները այս առումով գուցե մոդել են, որ ըստ էության կարելի է տարբեր շարասյուններով գնալ, հա, մրցակից լինել, բայց ունենալ նորմալ փոխհարաբերություններ իրար հետ, որպեսզի հետագայում կարողանալ պայմանավորվել, եթե ոչ կոալիցիայի շուրջ, բայց գոնե, այսպես ասենք, երկրում իշխանափոխություն իրականացնելու համար։ Հիմա 20 չէ, եթե այս տենդենսը շարունակվի, իսկ այս տենդենսը, ես դրա մասին էի ասում, որ շատ վաղուց վանից այս տենդենսը արդեն արձանագրվում է, այդ Երևան քաղաքի ընտրություններ, մինչև այդ նոյեմբերյան եւ այլը, Ալավերդի, Վանաձոր, այս տենդենսը շարունակվի, շատ հնարավոր է, սա կարող է լինել։ Եվ մոտավորապես բանն էլ, մեթոդոլոգիան էլ իրար հետ աշխատելու, իրարից անջատ, բայց հետո հանուն մի ավելի կարևոր մեծ գաղափարի այդ բայի իրար հետ աշխատելու, իրար հետ համագործակցելու, նույնիսկ ինչ որ բաներ կուլ տալով, հա, դա կարող է մոդել լինել այս առումով։ Ինչ վերաբերում է ձեր նշած անձնավորությանը Վիլեն Գաբրելյանին, որը որ այդպես է ասել, դե գիտեք, ես կարծում եմ իրենց մոտ այնց խոսակցություններ կարող են լինել ամեն դեպքում, ինչ ուզում եք ասեք մի բան է, ինչ են իրենք հրապարակային ասում, այն բանը, ասենց ինքնագող եւ այլը բան, իրանց այն օդիոզ առավել եւս այն ֆիգուրները, այն հայտնի մի քանի այտենց մի 7-8 ծայրահեղ օդիոզ ֆիգուրներ կան էլի ընդհանրապես, որոնք, այսպես ասենք, այն որ ասում են ստավք են դրել են ու միջևերջ գնում են այնց բան։ Հա, բանի պես են, կամիկաձեի պես են գնում, հա, այդ գնալու տեղ չունեն, այնտեղ կան մարդիկ, որոնք բան են, քիչ ավելի պակաս օդիոզ են, գուցե մի քիչ էլ ավելի ադեկվատ են, եւ այն որ ասում է բանը, այն որ երեկոյան տուն են գնում, իրենց տնեցիների հետ նստում են, հա, մի քիչ էլ հաց են ուտում, կարող է մի բանը խմում են, բան են անում, անկեղծանում են շատ դեպքերում։ Ու ես կարծում եմ, մոտավորապես այս տրամադրությունները, որոնք այդ օրը հնչեցվեցին, բնականաբար պատահմամբ, ես կարծում եմ, դա կարա լինի տենց բան։ Ես չեմ կարծում, որ դա եզակի տենց բաներ է ալնում, եթե իրենց հետ բանը, իրենց մտերիմների խոսակցությունը իմանաք, դուք կիմանաք, որ ընդեղ էլ կան մարդիկ, որտեղ իրենց մտերիմներն էլ իրենց վատ են զգում, որ ասենք իրենց այդ մտերիմները այս թիմի մեջ են, այս թիմի մեջ են, այս առումով։ Ես կարծում եմ կա տրամադրություն, որ իշխանափոխություն պետք է լինի, սոցիոլոգիական նույնիսկ հարցումները, որին մենք կարանք վերաբերվենք, հավատանք, չհավատանք, չգիտեմ, ինչ տոկոս բանով, ինչպես ասում են, հավանականությամբ, բայց այնուամենայնիվ
բանը, այդ սոցիոլոգիական հարցումները իրենք տրամադրություններ են ցույց տալիս ավելի շատ։ Եկեք այսպես խոսենք, ոչ թե 100% շոտ%-ներ են ցույց տալի։ Հիմա ասում են, չէ, Գելլոպը ասաց 22% ա լինելու, 36 եղավ, բան։ Հա, Գելլոպը առաջինը Հայաստանի հասարակությունը միշտ չի որ անկեղծ է։ Մենք այդպեսի հասարակություն ունենք, արևելյան հասարակությունները այդպես են, Հայաստանինը առավել եւս, այսինքն շարից փորձանքից հեռու, ինչա պետք ասել, այն էլ ասեմ կամ ամենալավ պատասխանը չեմ կողմնորոշվի, չեմ ասում, չգիտեմ, բան եւ այլն։ Դրա համար մի 70% մենք դες բան ենք ունենում, չգիտեմ, չեմ մանում, չեմ որոշե, չեմ ասի, այսինքն 70%։ Հա, ու երկրորդը, ասենք, գելոպ-մելոպները չեն կարա բան անեն, ասենք վարչական ռեսուրսի, ահռելի վարչական ռեսուրս է օգտագործվել, որովհետև պարզեր խաղադրույքները շատ մեծ էր Գյումրիի վրա։ Գյումրին սիմվոլ է։ Ի վերջո 18 թվականի իրենց հեղափոխության սիմվոլն է համարվում, հա, եւ անդիմությունն էլ դրա մասին ասում, չէ, որտեղից սկսել են այնտեղ կավարտեն եւ այլն, այսինքն ինքը շատ սկզբունքային լուրջ կռիվ էր գնում։ Հսկայական ռեսուրսներ, վարչական ռեսուրսներ, չգիտեմ, ինչ-որ տարբեր տեխնոլոգիաներով օգտագործելով, տեխնոլոգիա եւ նկատի ունեմ, տարբեր այնց նոր տեխնոլոգիաներ օգտագործելով շահագրգռելու մարդկանց։ Այսինքն մենք ընտրակաշարք բան հասկանում ենք ինչ է, հասկանում ենք, որ ոնց որ տեսել ենք, հա, 10,000 դրամ տալիս են, ցուցակը կազմում են, հետո կարևորը բանով են, այսպես ասենք, ռաֆով բերելներ։ Հա։ Հիմա դեք բանի դարում, տեխնոլոգիական դարում, երբ կան կրիպտոներ, օրինակ, երբ կան տարբեր էլեկտրոնային հարթակներ, բանկային համակարգներ, քարտային համակարգներ եւ այլն, շատ մեծ կրեատիվ պետք չի ունենալ, լավ մասնագետները իրենք կարան հուշեն, էլի, ընդհանրապես, եթե ինչ-որ մեկին ուզում ես շահագրգռես, ոնց կարելի անել առհասարակ, հա, բուկմեյքերական, չգիտեմ, բաներ, ոչ մի գլուխ մարդիկ ծախսեր ունեն, ամեն ինչը բանով չի լինում, էլի, ասենք 4 փողով չի, հա, օրինակ 1995 թվականին առաջի ընտրակաշարքը, որ ես ընդհանրապես տեսել էի, դա օրինակ բանը, ես զգուշոնկա էր, երկու բանկա զգուշոնկա էին բերում այն ժամանակ, մի պարկ կարտոլ, կարտոֆիլ, բան եւ այլն, ամեն ինչը բան է ալում, հա, հիմա ուզում եմ ասեմ ամեն ինչը չի, որ սենց բանով է, քեշ փողով է, էլի։ Պենթե կարելի է մի հարցել, էլի։ Այսա տեխնոլոգիաների մասը։ Այս պաուզան էլ այսպես ասենք, ինչպես դուք ասացիք, որ բոլորը սպասում են, թե ինչ կասի Մարտուն Գրիգորյանը, անկախ նրանից ինչ կպատասխանի, իհարկե եթե ընտրողների համար վատ պատասխան լինի, ընդդիմության համար ձայն տվածներին հիասթափությունը ավելի մեծ կլինի, բայց այս պաուզան արդյոք ընտրողի մոտ հիասթափությունը չի մեծացնում, որ հաջորդ ընտրություններում արդեն ինքը չուզենա մասնակցի եւ չքվեարկի հաշվի առնելով թե ոնց է ընդդիմությունը պահում իրեն։ Անշուշտ։ Դա ես կարծում եմ միանշանակ է, առհասարակ այս պաուզան ինքը, այս պաուզան ինչքան ձգվում է, ինքը ես կարծում եմ բավականին վատ ռեպուտացիոն ռիսկեր է պարունակում եւ կոնկրետ մարդկանց համար, եւ այն ուժերի կամ մարդկանց համար, ում հետ իրենց ասոցիացնում են այդ մարդկանց իրավացիորեն կամ ուռճացված, այսպես ասեմ։ Այս առումով ես կարծում եմ ոչ մի լրջագույն առնվազն ռեպուտացիոն ռիսկ է, իսկ հաշվի առնելով որ առաջիկայում պետք է որ լինեն ինչ-որ ընտրություններ, անկախ նրանից դա բանի արդյունքում է լինելու այդ ընտրությունը, եթե արտահերթ եղավ զանգվածային փողոցային ուզում եմ ասեմ գործողությունների արդյունքում է լինելու, թե ընտրությունները զուգորդվելու են փողոցային բաներով, ակցիաներով, գործողություններով, թե այլ բան, միևնույն է այս Գյումրիի ընտրություններում յուրաքանչյուրի վարքագիծը ֆիքսվելու է, արձանագրվելու է եւ համապետականի ժամանակ այդ խոսակցությունները նորից բարձրանալու են։ Այս Գյումրիի ընտրություններից հետո այս պաուզան կարա շատ-շատերին բարձրացնի, շատ բարձրացնի, բայց կարող է նաև
քաղաքական առումով թաղի։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ ամեն դեպքում այս պաուզան մի տեսակ շատ է ձգձգվում արդեն առհասարակ։ Երբ որ բան է լինում, վակուում է լինում, երբ որ անորոշություն է լինում, ինֆորմացիայի դեֆիցիտ է լինում, բնականաբար առաջանում են տարբեր վարկածներ, տարբեր խոսակցություններ, իսկ սոցիալական ցանցերի ժամանակահատվածում դարում էլի, հա, այդ խոսակցությունները իրենք բանում են հայտնվում, վարկյանական արագությամբ հայտնվում են այդ սոցիալական ցանցերում, ու եթե նույնիսկ որևէ հիմք չունեն, հիմնազուրկ են լրիվ, իրականում կարող է լրիվ ուրիշ պրոցեսներ ա գնում, բայց ինչ որ մեկը գցում է բան, դա դառնում է խոսակցության առիթ։ Սկսում են բանավիճել, բանման եւ այլն, հետո շատ բարդ է լինում որևէ մեկին համոզել, որ իրականում ասենք թե այնտեղ ոչ թե այս ինչ պրոցեսներ գնում, այլ օրինակ զգայուն թեմա էր, մարդը փորձում էր որոշեր, թե որ ձևակերպումով իրավիճակից դուրս գալ, որովհետեւ ես երեգել էի դրա մասին ասում մի հատ հարցազրույցում, գիտեք, ես կարծում եմ տվյալ պարագայում ավելի շատ կա դեմքը պահպանելու խնդիր նաև, face saving-ի բանը, ու այստեղ ես կարծում եմ ամեն դեպքում բոլոր շահագրգիռ կողմերը պետք է շատ ճկունը լինեն ու շատ զգուշ, հաշվի առնելով, որ այստեղ ոչ այդքան գուցե քաղաքական բան կա, քաղաքական ինչ-որ ֆոն կա, ինչքան անձնավորված, սենց տեղական կոլորիտից բխող եւ այլն, ու հասկանում ենք բոլորս։ Նուրբ թեմա է, զգայուն թեմա է։ Ես օրինակ տեսեք, նույնիսկ ես ասենք փորձում եմ մաքսիմալ զգուշ անցնել բանը, որովհետև մոտավորապես պարզ է ինչ բանն է գնում, պրոցես է գնում։ Հա, ես չեմ կարծում, որ այստեղ առաջնային հիմա բանն է, քաղաքական ինչ-որ բան կա։ Դե, գիտեք, սխալ է այն առումով, որ ես հիմա կարամ էլի ավելի խորանամ, սխալ է այն առումով, որ այս տարբերակը, որ ստացվել է, ինքը կանխատեսվող էր։ Գոնե իմ մոտ երևի թե համարյա թե առաջի տարբերակն էր, որպես դիտարկվում, գուցե։ Այսինքն սա նենց չի, որ բան ենք ստացել, սև կարապ է էլի, այն բանի ասած, ֆորս մաժորա, չգիտեմ ինչ բառ, շատ անակնկալ է, դե կարար մի քիչ ուրիշ ձևի լիներ, բայց ոչ մեկ չէր երաշխավորում, որ հենց ուրիշ ձևի էր լինելու, այլ ոչ հենց այսպես, որը որ իմ գոնե գնահատականով, եթե ես ունեի 3-4 տարբերակ, առաջինը գուցե սա էր, ռեալություններից ելնելով, ոչ թե իմ ճաշակից ելնելով, անկեղծ ասած, ոչ թե իմ ճաշակից, այլ ռեալություններից ելնելով։ Պարոն Հակոբյան, մի հարց, Երևանի ընտրությունների ժամանակ Արամ Զավենի Սարգսյանի կուսակցությունը հավաքեց 5% էր, ոչ հավաքեց ու անցավ ու օգնեց Ավինյանին։ Փաստը չէ՞ նենց։ Գյումրիում իրան միացան մի 2-3 կուսակցություններ, իրանց մարդ առաջադրեցին, ուստեղ դաժ այդ 3-ով արդեն ոչ թե մենակով հավաքեցին 4.5%, ավելի քիչ, քան թե մենակով, ինչ-որ դա կբացատրեք։ Դե գիտեք, ամեն դեպքում պետք է հաշվի առնենք, նորից եմ ասում, շատ բան կախված է ով է լիդերը, մեկ, եւ երկրորդը այդ բանը, այդ կոալիցիան, այդ դաշինքը, իրենց դաշինքը, այդ Եվրոքվեի դաշինքը, իրենք ամեն դեպքում այդտեղ Գյումրիում են անցկացնում են քաղաքական կամպանիա։ Ես կարծում եմ, որ իրենց գլխավոր նպատակը դա այնուամենայնիվ այդ թեզերը, այդ գաղափարախոսությունը, այդ արտաքին քաղաքական կողմնորոշման քարոզչությունը իրականացնելն էր եւ տակտիկական խնդիրներից ելնելով եւ ստրատեգիական կապված գուցե առաջիկայում ինչ որ ընտրական գործընթացների հետ իրենք այդ խնդիրն էին լուծում եւ գուցե պլան B-ն չէ, երրորդ խնդիրը նաեւ էր, որ գոնե իշխանության մոտ դա էր, որ կրկնեն մոտորապես այն ինչ որ արեցին Երևան քաղաքում, եթե անցնում է այդ դաշինքը,
տեսեք դաշինքով 6% պետք է լիներ, իրենք 6-ով 7 հա Արդեն 6-4 ասեցի։ հա բանը, այսինքն իրենք եթե առանձին լիներ, որպես կուսակցություն, անցողիկ էր, եթե չլիներ, անցողիկ չէր։ Հիմա քանի որ իրենք քաղաքական բան էին տանում, կամպանիա էին տանում, այլ ոչ թե բանով թաղային sense բաներով, կապերով միայն բան, ես կարծում եմ, որ համենայն դեպս այս պայդրությամբ Գյումրիում իրենք ունեն այն ինչ որ ունեն, ենթադրում եմ, որ ընդհանրապես իհարկե Գյումրիի այս ընտրությունները եթե որպես նաև աշխարհակաղակական հենց բանավեճ բանանենք շատ բան ուներ հետաքրքիր կազուս էր որովհետև ես ասում եի որ ասենք ես նշեցի նրանց ովքեր որ քաղաքականացրեցին ընտրությունները բայց նույն Վարդան Ղուկասյանը ինքը բաներից էր խոսում անգլոսաքսերից էր խոսում կոմունիստական կուսակցություններ ներկայացնում դավաճաներ անվանում այսօրվա իշխանություններին կապիտուլյան թուրքեր, մուրքեր եւ այլ պրոթուրքական եւ այլը, այսինքն ինքը ամեն դեպքում իր կամպանիայի մի զգալի հատված ինքը քաղաքականացնում էր իր պատկերացրածով, իր իմացածով, իր բանով։ Հա, նույն Մարտունը Գրիգորյան ինքը ինչ էր ասում, ասում էր մեր խնդիրը ԿՊ-ն չանցնի, այսինքն ուզես դա էլ է քաղաքական եւ չէր կարա այլ կերպ լիներ, որովհետեւ ինքը այսօր էլ падգամավոր է կոնկրետ ֆրակցիայի։ Այս առումով ամեն դեպքում ինձ թվում է, որ Գյումրին այնուամենայնիվ, քանի որ այնտեղ գտնվում է ռուսական բազան, որը որ Գյումրիի ինֆրաստրուկտուրայում ավանդաբար շատ կարևոր դեր է կատարում եւ քաղաքական տեսակետից, ազդեցության տեսակետից եւ նույնիսկ լեզվի տարածման տեսակետից, լեզուն դա փափուկ ուժ է միշտ եւ բիզնեսներ ստեղծում եւ այլ այնտեղ կարծում եմ ազդեցություն ունի մեծ նաեւ այդ ամեն ինչը ես կարծում եմ որ Գյումրին գուցե համեմատաբար ավելի քիչ ռուսաֆոբական քաղաք է գուցե համենայն դեպս այս թվերը դա են ցույց տալիս որևէ մեկը չի վիճարկում այս առումով բայց ընդհանուր առմամբ ես կարծում եմ որ այդ քաղաքական ուժը իր խնդիրն էր ուզում լուծել իր համար կարևոր է դա ես նույնիսկ վստահ չեմ որ իրենք շատ կուզենային որպեսզի այս անգամ էլ իրենք թաթախվեին իրենց կապեին այսօրվա իշխող ուժի հետ որովհետև այսօր այն ինչ որ կապում է այսօրվա գործող ուժի հետ ԿՊ-ի հետ Նիկոլ Փաշինյանի հետ դա ակնհայտորեն ապագայի համար ռեպուտացիոն լրջագույն կորուստներ է ու ավելի մեծ process-ներում իրենք կարող են շատ ավելի մեծ վնասներ կրեն, քան սիտուացիոն ինչ որ օգուտներ։ Ու մի հարց էլ վերջինը տամ Վրաստանի ընտրություններից հետո ստեղ Վրաստանի ընտրությունից ազգային ժողովի իրանց, հա, պարլամենտի Սուրեն Սուրենյանցի հետ էինք զրուցում, Սուրենը ասում էր պարտությունը դիմության չի եղավ, որտեղ ասում է քանի իրանք միանային իրար հետ ընդդիմությունը Վրաստանը ու ասեն որ եթե մենք հաղթենք մեր վարչապետը լինեն ինչ կոնկրետ ինչ-որ մարդ իրանք տարբեր շարասյուններով գնացին իրար ճանապարհները իրար հետ իրար միս էին ուտում հա իրար անհաշտ էին եւ այլն դրա համար վերջապես պարտվեցին ասենք թե իշխող կուսակցությանը հիմա կյանքը ցույց է տալ որ մեր մոտ նույն բանն է կատարվում էլի ընդհանուր ինչ-որ բանի չեն կարող գալ միասնական ինչ-որ մեկին առաջադրեն, ձեզ ոնց է թվում, ապագայում էլ ասես այս նույն ձևի շարունակել Ես դրա մասին խոսեցի դրա մասին։ Գիտեք, ես բավականին վաղուց եմ, այսպես ասենք, այս process-ների հետ առնչվում տարբեր կարգավիճակներում եւ գրեթե չեմ հիշում որևէ ընտրական գործընթաց կամ ոչ ընտրական գործընթաց, երբ այդ հարցը չի բարձրանում, որ բոլոր ընդդիմադիրները պետք է իրար հետ միանան, մի շարասյուն լինեն, այսպես ասենք ընտրությունները երկբևեռ դառնան, իշխանությունը ընդդեմ բանն։ Իշխանությունը սովորաբար բնականաբար մի բևեռով է հանդես գալիս, բայց մեր մոտ նույնիսկ ամենաքիչ թե շատ կոնսոլիդացված գործընթացներում միևնույն է մեկ բևեռ չէր լինում։ Կարող էր մի հատ մեկ ուժեղ, այնքան ուժեղ բևեռ, որ մնացածները չերևային, բայց տենց այդպես չէր լինում։
առասարակ, կարծում եմ, որ դա քրոնիկ խնդիր է եւ համենայն դեպս այսօրվա իրողությունները գետնի վրա, հա, մեր քաղաքական դաշտում, մեր մեդիա դաշտում, մեր ներընդդիմադիր բանում հարթակում տեղի ունեցող process-ները հիմա չեմ ուզում դրա մասին բանանեմ, նորից խոսենք, հա, իրար մեղադրանքները բան, առայժմ համենայն դեպս այդպիսի տրամադրություններ չեն ստեղծում, որ օրինակ հենց առաջիկայում, իսկ առաջիկա նորից եմ ասում, մենք որևէ մեկը չգիտենք, ասենք արտահերթ կարող է որոշել լինի, որոշի լինի ինչ-ինչ բանից ելնելով կամ այդպիսի իրավիճակ լինի կամ արտաքին քաղաքական գուցե ճնշում լինի նման բանի համար, որ մոտակա ժամանակները, ասենք, ամեն ինչ կհարթվի, մարդիկ այնքան իրար հետ, այսպես ասենք, բոլոր հարցերը լուծած կլինեն, որ կորոշեն մեկ շարասյունով գնալ, այդ իսկ պատճառով ես դրա հավանականությունը այս պայդրությամբ համենայն որևէ լուրջ նախադրյալներ չեմ տեսնում եւ այդ դրա մասին էի ասում, որ ես կարծում եմ, որ ավելի շատ հավանական է, որ այս Գյումրու բանը տարբերակը, երբ տարբեր շարասյուններով գնացին, տարբեր օբյեկտիվորեն էր այդպես, այնպես չէր, որ հատուկ նստեն մտածել են եկեք տարբեր գնանք։ Ես չեմ կարծում, ես կարծում դա է, օբյեկտիվորեն այդպես էր, այսինքն փաստերն էր այդպես, մեկը որոշում էր գնար, մյուսը փաստի առաջ էր կանգնում ու որոշում էր ինքն է գնար եւ այլը առանձին։ Կարծում եմ այսպես է լինելու մոտորապես այն ինչ որ տեղի ունեցավ Գյումրիի բանում, այնտեղ դե հիմա Գյումրիում 9 բաներ մասնակցում, ուժեր մասնակցում, բանում 21 թվին, եթե չեմ սխալվում, 22 բաներ մասնակիցեր, 22 քաղաքական ուժ, կարող է, ասենք, թե լինի մոտորապես եւս 22, ասենք, որից, չգիտեմ, 7, 8, 10 լինեն հակաիշխանական, հետո արդեն ով կանցնի կփորձեն իրար հետ երևի լեզու գտնեն, հիմա կգտնեն, թե չեն գտնի, մեծ հարց է, մենք չենք կարող գտնենք դեռևս մեր այսօրվա հարցի պատասխանը, հա, դա կանխատ։ Ավելի շուտ ես կարծում եմ, որ այդպես դժվար թե այդպիսի բան լինի, որ երկբևեռ դառնա, այսինքն ամբողջ ընդդիմությունը հանգարց իսկապես հետո ամբողջ ընդդիմություն հասկացողությունն էլ մի քիչ շատ լայն հասկացողություն է, էլի, ասենք դա 15 միավոր չի կարա, օրինակ ես չեմ կարծում, որ 15 միավոր հեշտ է բերել միտեղ դնել, որոնք տարբեր ռեսուրսներ ունեն, տարբեր քաղաքական քաշ ունեն, տարբեր, չգիտեմ, ազդեցություն ունեն ու բոլորը ստարտային պայմաններում բոլորը ասելու են, որ իրանք ավելի ուժեղ են։ Շատ դժվար է այդ process-ը, ես նորից եմ ասում, ես չեմ հիշում այդպիսի դեպք, որ հենց այդպես է լինի, հենց լիակատար 100%-անոց։ Նենց որ ավելի շուտ պրագմատիկ դաշտում եկեք տրամադրվենք, որ ցանկացած մոդելի ընտրությունում, որ կլինի առաջիկայում համապետական, արտահայտ կամ հերթական, ավելի շուտ մենք այս սխեմայի հետ գործ կունենանք։ Եղավ, շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։